Այսօր եմ լավ եք։ Իրապես ինձ համար մեծ առանձնահատկություն է ամեն անգամ Գյումրի լինել եւ դիրեջ ողորմությամբ ինչքան հնարավորություն լինի, ինչքան Տերը կյանք տա, ինչքան հնարավորություն լինի ծառայելու եւ կանչի, պետք է լինենք այնտեղ, որտեղ տեղն է կանչում ու պետք է լինենք ոչ թե զուտ ֆիզիկապես ներկա լինելու, այլ ավետարանի խոսքի տարածման համար։ Ու ուրախ եմ տեսնելու թե բավականին ծանոթ դեմքեր, թե նաև նոր դեմքեր ու ամեն մեկը իրապես պետք է հաստատվենք խոսքի մեջ։ Սա է մեզ կապողը, սա է մեզ միաբանողը։ Օրինակցական կապեր չունենք, ճիշտ է, թե մի քիչ շատ հետ գնանք Նոյի հետ, սաղս էլ եղբայրը քույր ենք, բայց մեզ միաբանողը ավելի ուժեղն է, քան թե օրինակցական կապը։ Հետաքրքիր է Սաղմոսների մեջ, ինչքան հիշում Սաղմոսում էր ասում, որ նույնիսկ մայրը կարա իր երեխուն թողնի, բայց Տերը չի թողնի։ Շատ հստակ է, որ նույնիսկ օրինակցական կապեր ունեցող հարազատներ, բարեկամներ, եղբայրներ, քույրեր իրար հետ խնդիր ունենան, բաժանվեն, բայց այն մեկը, որ Տիրոջ մեջ է, ու երբ որ Տերն է միացնում, այլևս բաժանում չկա, ինչի որտեվ Տիրոջ հետ բաժանում չկա։ Ու ուրախ եմ, որ Տերը մեզ հենց այս տրամաբանությամբ է միացրել։ Այսօր պետք է շարունակենք Թեսաղոնիկեցիս նամակի մեր սերտողությունների շարքը, բայց մինչ անցնելը բուն խոսքին, ասեմ, որ խոսելու ենք մաքուր ավետարանի մասին։ Ուզում եմ հիշեմ մի անձնավորության մասին, Ջոն Սմիթ անունով, մի երիտասարդ ամերիկացի, ով իր կնոջ հետ որոշում է կայացնում գնա Ամերիկա եւ միսիոնարություն անի։ Իրականում Ջոնն ու Էմիլիան բավականին տարբեր ցեղերով պտտվում էին, ավետարան էին քարոզում, իրանց ծառայության շրջանակում հիմնվել էին տարբեր քաղաքներում, քաղաքներ ասեմ կամ գյուղ ասեմ, ավելի գյուղական տիպի եկեղեցիներ, օգնել են որպեսզի ձևավորեին դպրոցներ, հիվանդանոցներ, եւ ահա կարծես ամեն բան լավ է, ծառայությունը լավ է, գնում ես մարդիկ հավատարմորեն գնում են մի ազգից, մի ցեղից մյուս ցեղը, ու մի դեպք է պատահում, երբ որ երկու ցեղեր, որոնք որ իրար հետ խնդիր ունեին, նոր էլի կռվի բանի ժամանակ, ուղղակի երկուսին էլ սպանում են։ Գիտեք, սա որոշ առումով միսիոներական ծառայությանը, եկեղեցուն տրտմեցնում է, բայց այնուամենայնիվ սա ցույց է տալիս, որ երբ որ մենք գնում ենք ավետարանը, պետքա ավետարանը քարոզելու, պետքա պատրաստ լինենք ամբողջությամբ նվիրվելու եւ մեր լավագույնն անելու։ Թեև խնդիրներ կա, թեև դժվարություններ կա, թեև կարող է հիվանդություններ լինեն, սա այն չի ինչ որ հակասում է կամ չի համապատասխանում Աստծո խոսքին։ Այլ հակառակը մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսից սկսած մինչև Հիսուս Քրիստոսը բոլոր նրանք, ովքեր որ ճշմարիտ ավետարան էին քարոզում, շատ դեպքերում նաև ինչին էին հանդիպում, հալածանքներին էին հանդիպում։ Եվ սա հասկանալով, սա ոչ թե մեզ պետք է ինչ անի, հետ վանի, այլ հակառակը, սա գիտակցելով պետք է հասկանանք մի բան։ Իմ կյանքս պատկանում է Տիրոջը եւ ես կանչված եմ իր խոսքը եւ ճշմարտությունը փոխանցելու։ Եկեք կարդանք Առաջի Թեսաղոնիկեցիս 2-րդ գլուխ 1-ից 6 համարները։ Առաջի Թեսաղոնիկեցիս 2, 1-ից 6։ Ուզում եմ շարժում տենամ, ինչ տարբերակով, բացեք ձեր աստվածաշնչերը, հեռախոսով, գրքով, որ միասին հետևենք։ Առաջի Թեսաղոնիկեցիս 2, 1-ից 6, արև քեզ էլ է վերաբերվում, մի ժպտադեմքով նա ինձ։ Կարդանք։ Եղբայրներ, ինքներդ գիտեք, որ ձեզ մոտ մեր մուտքը զուր չեղավ, այլ ինչպես գիտեք նախ չարչարվելով ու անարգվելով Փիլիպպեում, մեր Աստծով համարձակվեցին քարոզել ձեզ,
Աստծո ավետարանը հակառակ մեծ դժվարությանը, որովհետև մեր քարոզը ոչ մոլորության վրա է հիմնված, ոչ պղծության, ոչ էլ նենգության, այլ ինչպես մենք Աստծուն ընտրվեցինք, որ ավետարանը մեզ վստահվի, այդպես էլ քարոզում ենք ոչ թե մարդկանց հաճո լինելու համար, այլ Աստծուն, որ մեր սրտերը քննում է։ Երբեք շողոքորդ խոսքերով հանդես չեկանք, ինչպես գիտեք, եւ ոչ էլ ագահության պատրվակով, Աստված վկա է, ոչ մարդկանցից փառք փնտրեցինք, ոչ ձեզանից, ոչ էլ ուրիշներից, ամեն։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս ես գեղեցիկ օրվա համար եւ այս առիթի համար, որ կարող ենք գալ քո մեծության առաջ քեզ մեծարել, փառաբանել Տեր Աստված, երգել, աղոթել Տեր եւ շնորհակալ ենք, որ խոսքդ ունենք, որով որ հաստատում ես մեզ մեր հավատքի մեջ եւ օգնում ես, որ Տեր Աստված քո խոսքի համեմատ քայլենք։ Ուստի որպես եկեղեցի գալիս ենք քո առաջ ու խնդրում ենք քո առաջնորդությունով Տեր, որ այն խոսք, ինչ որ խոսելու ենք, շինություն լինի մեր հոգիների համար եւ հաստատված խոսքիդ մեջ կամքիդ ասենք այո եւ ամեն ու գնանք մեր կյանքում կիրառելով Տեր Աստված քո փառքը փնտրելով։ Մեզ միաբանիր, հերուվանիր ամեն գայթակղություն, խնդիր, հոգսեր եւ օգնի, որ կենտրոնանանք խոսքիդ վրա։ Դու խոսիր մեզ հետ եւ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Գիտեք, պիտի ընդհանրապես հասկանանք մի ճշմարտություն։ Երբ որ մենք ճշմարտապես ավետարանն ենք քարոզում, ճիշտ շարժառիթներով, այն միշտ իր արդյունքն է բերելու։ Հիմա կարաք ասեք, դե ինչ է նշանակում իր արդյունքն է բերելու։ Արդյոք երբ որ ավետարանը քարոզել ենք, բոլորը փրկվել են։ Չէ, ոչ բոլորն են փրկվում, շատերը մերժում են, բայց այնուամենայնիվ լինում են մարդիկ, որոնք որ ինչ են լինում, արձագանքում են։ Եվ ոչ միշտ ավետարանը քարոզվում մարդկանց իրենց փրկության համար։ Շատ դեպքերում նաև Աստված թույլ է տալի, որպեսզի այդ ավետարանը քարոզվի, մարդը մերժի, որովհետև նման ձևով ինչ է լինելու, դատապարտություն է լինելու։ Ինչի որտև լսեց ու ինչ արեց, մերժեց, անտեսեց, չընդունեց, չլսեց։ Հետևաբար մեր խնդիրը չի իրականում արդյունք կլինի թե չի լինի, մեր խնդիրը ավետարանը ինչն է, քարոզելն է։ Մեր խնդիրն է ավետարանը փոխանցելը, աճեցնելը, փրկություն տալը, այլ կերպով գործելը դա մեր գործը չի, բայց սա կարևոր է։ Նախ եւ առաջ պետք է ավելի հստակեցնենք ու հասկանանք ինչ է նշանակում ավետարանը քարոզել եւ ինչ է նշանակում, որ Պողոս Արաքյալն ասում է, որ պտուղ բերեցինք։ 13 համարի մեջ Պողոս Արաքյալը ավելի կոնկրետ նշում է, թե ինչ պտուղի մասին է խոսքը գնում։ Առաջի Թեսաղոնիկեցիս 2:13, մի փոքր առաջ գնացեք։ Դրա համար էլ մենք Աստծուն անդադար գոհություն ենք հայտնում, որ դուք Աստծո քարոզության խոսքը մեզանից ստանալով ինչ արեցիք, ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է, որպես Աստծո խոսք, որը ներգործում է ձեր հավատացյալների մեջ։ Եվ այո, լինում են դեպքեր, երբ որ մենք քարոզում ենք, մարդիկ ինչ են անում, լսում են, ընդունում են եւ սա մեզ համար ուրախություն է բերում։ Մենք չենք ուրախանում, երբ որ մարդիկ հակառակ են կանգնում կամ ըմբոստանում են Աստծո առաջ, չէ, դա մեզ ուրախություն չի տալիս, բայց այնուամենայնիվ մենք նորից կանչված ենք քարոզելու։ Եվ այո, լինում են դեպքեր, երբ որ Տերը մեզ այդ հնարավորությունն է տալիս ինչ անելու, վայելելու, տեսնելու են պտուղները, տեսնելու թե ինչպես է այդ խոսքը մարդու կյանքում կյանք տալիս։ Ինչպես է Տերը այդ խոսքի միջոցով ներգործում։ Սրանից ավելի գեղեցիկ բան չկա ժողովուրդ աշխարհում։ Երբ որ ավետարանը ինչ որ մեկին քարոզես, ճշմարտությունը ինչ որ մեկին քարոզես ու կարծես պատճառ դառնաս, գործիք դառնաս, որով որ Տերը ինչ արեց, փրկեց մեկին, ազատեց մեկին, սրբեց մեկին, ներեց մեղքերը, սրանից ավելի գեղեցիկ բան չկա։ Դրա համար մենք բոլորս էլ կանչված ենք ավետարանը քարոզելու։ Ինչ է իրենից ներկայացնում ավետարանը։ Առաջի Կորինթացիս 15:1-6 համարները։ Առաջի Կորինթացիս 15:1-6 Եղբայրներ, ձեզ ծանոթում եմ այն ավետարանը, որ քարոզեցի, ում մասին է խոսքը գնում,
Պողոս Արաքյալն է ասում Կորինթացիներին, ես ձեզ քարոզեցի, որը ընդունեցիք եւ որով ինչ արեցիք, հաստատվեցիք։ Մեր հավատքի հիմքը հաստատությունը սկիզբ է առնում ավետարանի քարոզությունից։ Մենք լսում ենք ավետարանը, հավատով ընդունում ենք այն, հաստատվում ենք փրկությամբ, վերստին ծնունդ ենք ունենում եւ սկսում ենք ինչ անել, աճել, այսինքն մենք սկսում ենք Աստված ճանաչողության մեջ աճել եւ մեր հասկացողությունը սկսում է աճել, բայց ամեն ինչ սկիզբ է առնում ինչից, ավետարանի քարոզությունից, որով որ եւ փրկվեք եւ ամուր պահեք այդ խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուր տեղը հավատացած կլինեք։ Հիմա շարություն դարձեք, լիքը մարդիկ կան, լսեցին, կարծես թե հավատացին, բայց լուրջ չվերաբերվեցին, Սատանան գալիս է այդ խոսքը վերցնում է, կամ մի քիչ նեղություն է լինում, այդ խոսքը գնում է, ինչի, որտեղ չհավատացին, արմատներ չգցեցին, չապրեցին դրանով, դրա համար շատ-շատերն են լինելու, որ ինչ են անելու, մերժելու են, կամ կլսեն, կողքեվորվեն, դուք էլ կտեսնեք, ձեր կողքներն են ժամանակին մարդիկ եղել, կարծես ամեն ինչ լավ էր, էմոցիոնալ, պատրաստ ենք սարերը շուռ տալու հանուն Աստծո, մեկ երկու ուր են այդ մարդիկ, չկան, խնդիրը դրանում է, որ լսեցին, կարծես նշաններ տվեցին, որ հավատում են, բայց իրականության մեջ դա ճշմարիտ փրկող հավատք չէր։ Դա իրենց կյանքի հիմք չդարավ, որի վրա պետք է կառուցեն իրենց հավատքը, այլ ուղղակի էֆորիկ, զգացական ինչ-որ բան էր, որը որ կարծես արևը եկավ, ինչ արեց, չորացավ այդ ամեն ինչը ու թողեցին գնացին։ Ինչ է ավետարանը։ Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչ ինքս ընդունեցի, սա կարևոր է։ Եթե դու ավետարանին չես հավատում, ինքդ չես ընդունել, ինքդ դրանով չես ապրում, չես կարող ուրիշին քարոզես, կասկածելու ես, խոսքդ երերալու է, ասելու ասքի դու քո ասած ինչ ես հավատում, եկել ինձ ինչ ես ասում։ Դրա համար նախ եւ առաջ այդ ավետարանի մեջ մենք ինքներս պետք է հաստատված լինենք։ Եվ ինչ պետք է քարոզենք։ Նախ առաջինը, որ Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ։ Այսինքն պետք է քարոզենք, որ բոլոր մարդիկ մեղավոր են եւ որպես մեղքի պատիժ Քրիստոս ուղարկեց Աստված ուղարկեց Քրիստոսին, որի միջոցով մենք փրկություն ունենք։ Այսինքն ավետարանի պարտադիր բաղկացուցիչ մասը սա է, որ բոլորը մեղավոր էին եւ Հիսուս Քրիստոս եկավ, խաչվեց ու մեղքերի համար մեր մի ասեք, ավելի կոնկրետ, չէ, կոնկրետ, իմ, որտեղ շատ դեպքերում երբ որ ասում ենք բոլորի մեր, մենք ոնց որ կողքից ես նայում ենք բոլորի մեր, չէ, ժողովուրդ, իմ մեղքերի համար մահացավ։ Ես դրա մեջ շատ ամուր հստակ պետք է հասկացողություն ունենամ։ Երկրորդը համաձայն գրքերի թաղվեց, այսինքն պետք է ավետարանի մեջ խոսում ենք, որ մահացավ, թաղվեց եւ կարևոր բանը, որ ինչ եղավ, երրորդ օրը հարություն առավ։ Ինչպես որ Հիսուս Քրիստոս հարություն առավ, այդպես էլ մենք հույս ենք տալիս մարդկանց, որ եթե հավատաք, թեև մեռնեք, ինչ կլինեք, դուք էլ պետք է ապրեք։ Դուք էլ հարություն եք առնելու, դուք էլ հավիտենապես Քրիստոսի հետ եք լինելու։ Սա է ավետարանը, սա է ավետարանի ճշմարտությունը։ Արարիչ Աստված արարեց ամեն բան, բայց մեղքը մտավ մարդու մեջ։ Բոլորը մեղ գործեցին ու Աստծուց բաժանվեցին։ Դրա համար Քրիստոս եկավ, խաչվեց, մահացավ, երրորդ օրը հարություն առավ ու բոլոր նրանք ովքեր որ կհավատան, կփրկվեն։ Ու այս ավետարանը մենք կանչված ենք ինչ անելու, տարածելու, քարոզելու։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում, ինչպես պետք է քարոզենք։ Խոսելու ենք 4 կերպերի մասին, թե մենք ինչպես ենք կանչված այս ճշմարտությունը, այս ավետարանը քարոզելու։ Առաջինը, քարոզեք անձնազոհաբար։ Քարոզեք լիարժեք դրա մեջ տրվելով ամբողջ ձեր կյանքը ներդրեք դրա մեջ, անձնազոհաբար։ Եկեք ընթերցենք եւս մեկ անգամ առաջի երկու համարները, առաջի Թեսաղոնիկեցիս 2:1-2։ Եղբայրներ, ինքներդ գիտեք, որ ձեզ մոտ մեր մուտքը զուր չեղավ կամ իզուր չեղավ, այլ ինչպես գիտեք նախ չարչարվելով ու անարգվելով Փիլիպպեում մեր Աստծով համարձակվեցին քարոզել ձեզ Աստծո ավետարանը հակառակ մեծ ինչերով լավ ասեք
Չէ, դժվարությամբ։ Ժողովուրդ, ես ուզում եմ, որ դուք սա ուշադիր հասկանաք։ Ավետարան քարոզելը կարա լինի չարչարանքով, կարա լինի անարգանքով, կարա լինի դժվարությամբ։ Մի ակնկալեք կամ մի կարծեք, որ ամեն ինչ ասենց հալած յուղի պես լինելու է։ Հենց լսեն ավետարան, ասեն, ավետարանն էս քարոզում, արի մի հատ ուզում ենք ավելի լսենք։ Չէ, ժողովուրդ, մեծամասամբ տենց չի։ Մեծամասամբ ձեզ ասել են, որ դուք աղանդավոր եք, որ դուք սխալ եք, որ անիմաստ բաներ եք խոսում, հեքիաթներ եք պատմում, ինչ կյանք, ինչ կյանքովդ ապրեսկում ենք, հասկանում եք, սա ճշմարտություն է։ Ու սա նոր բան չի, մարդիկ չեն փոխվել։ Ոչ մի բան չի փոխվել այս աշխարհում։ Ամեն բան նույնն է, կարիքը նույնն է մարդու, մարդն էլ նույնն է։ Ուղղակի գիտեք ինչն է փոխվել։ Գուցե շորերը մի քիչ ավելի ժամանակակից են դառը, մի քիչ ավելի, չգիտեմ, պսպուղուն են դառը, էշերն ու ձիերը վերածվել են մեքենաների, հողից տները ավելի մեծ շինությունների, բայց մարդը նույնն է։ Կարիքը նույնն է։ Հետևաբար, երբ որ մենք ավետարանը քարոզում ենք, պետք է անձնազոհաբար քարոզենք հասկանալով, որ նեղություն կարող է կրենք այս աշխարհում։ Նեղության միջով կարանք անցնենք, հարցեք Գևորգ եղբորը, հարցեք նրանց, ովքեր որ քարոզել են, արդյոք կյանքիդ մեջ դժվարություններ եղել են, արդյոք նեղություններ եղել են։ Հիմա գլուխ չեմ ուզում գովեմ, բայց եղել է առիթներ, որ ոստիկանի տուն ենք մտել, չենք իմացել, հետո մեզ բան արել, բա գիտեք, որ կարամ ձերբակալեմ ձեզ։ Ուրիշ մարդիկ են եղել Դիլիջանում եմ հիշում, մի հատ գողական մեկներ, դալակ էր հանե, ասում էր հեսա սենց ընենց։ Հասկանում եք, ամեն իրավիճակներ լինում են։ Ամեն իրավիճակներ լինում են։ Բայց դա ինչ պետք է անի, մեզ պետք է տրտմեցնի, պետք է կանգնեցնի, պետք է ասենք դե չի լսում կամ ոչ մեկ չեն լսում, մենք գնանք մեր կյանքով ապրենք։ Չէ, ժողովուրդ, Պողոս Արաքելը կանգ չէր առնում։ Տերը այս դուրը բացում էր, գնում էր այնտեղ, մեկ ուրիշ դուր փակում էր, ոտքերը թափ էր տալի, գնում էր մեկ ուրիշ տեղ։ Չենք կարա լռենք։ Ծեծում էին առաքյալներին, ասում էին սուս մնացեք, Քրիստոսի մասին չխոսեք։ Նրանք ասում էին ինչ եք կարծում, որն ավելի ճիշտ, ում ավելի ճիշտ հնազանդվելը, Աստծուն թե ձեզ։ Հա մաքսիմում ինչ կարա կանեք, ինչ կարա մարդը մաքսիմում անի մեզ։ Կյանքը կարա վերցնի ու վերջ։ Դրա համար ասում է վախեցեք նրանից ոչ թե որ մեկից, ով որ ձեր կյանքը կարա վերցնի, այլ վախեցեք նրանից, ով իշխանություն ունի ձեր հոգու վրա։ Ով իշխանություն ունի մեր հոգու վրա։ Չէ։ Աստված։ Աստված իշխանություն ունի մեր հոգու վրա, ոչ թե սատանան։ Սատանան ունի այնքան իշխանություն, ինչքան Աստված իրան տալիս է։ Հոգու վրա իշխանությունը ունի միայն Աստված, եւ Աստված կարող է մարդուն գցել գեհենը հավիտենական տանջանքը։ Հետևաբար մեզ որևիցե բան չպիտի վախեցնի։ Հակառակը ինչքան որ ճշմվում է, այդքան ավելի քրիստոնյան պետք է ինչ անի, ոգևորված շարունակի գործել, ուրեմն ճիշտ բան եք անում։ Եթե հալածանք ձեր կյանքում չեք ունեցել, եթե ձեզ չեն անվանել հերետիկոս կամ աղանդավոր կամ ուրիշ ինչ-որ կերպերով, ուրեմն երբեք ավետարանը չեք էլ քարոզել, երբեք դրա մեջ չեք էլ մտել։ Ուրեմն լուր եք, սուս եք, ոչ մեկ չգիտի որտեղ եք, ինչ եք, ինչով եք զբաղվում, չգիտի ձեր ով լինելը, որտեվ եթե իմանան, եթե տեսնեն, եթե քարոզեք, խնդիրներ ունենալու եք։ Ու հաշվի առեք այդ հանգամանքը, որ այդ խնդիրները սկիզբ են առնելու ոչ թե դրսից, այլ հենց տնից, հենց ամենահարազատից։ Ու Հիսուս սրա մասին էլ զգուշացրեց, ասաց ես բերում եմ սուր, բաժանում, որովհետև շատ դեպքերում, երբ որ Քրիստոսին ընդունում ես, այլևս բաժանվում ես։ Ոչ թե դու ես դրան ձգտում, այլ խոսքն է բաժանում, որտեղ արդեն նոր արարած ես եւ հների կերպով, հների ձևով չես կարող ապրես։ Դրա համար հասկանում եմ, որ դժվար է այդ վիճակը, հասկանում եմ, որ խնդիրները կարան շատ մեծ լինեն, բայց ժողովուրդ Քրիստոսին խաչեցին։ Մենք ինչ ենք ակնկալում, ուրիշ բան եք ակնկալում։ Ասում է, տեսեք ինձ ինչ արեցին, ու դուք էլ իմացեք, որ այս ամեն ինչը դուք էլ ձեզ են անելու, դուք էլ սպասեք այս ամեն ինչին։ Դրա համար միգուցե ծաղրեն, հարցոք պետք է ինձ կանգնեցնի, չէ ժողովուրդ, միգուցե հայհոյեն, պիտի ես էլ ոգևորվեմ, իմ տղայական բանս դուրս գա սկսեմ հայհոյել, չէ ժողովուրդ, գուցե սադրեն, գուցե մեղքի դրթեն,
Շատ բաներ կարա լինի, բայց մի տրվեք այդ ամեն ինչին, ուղղակի շարունակեք անձնազոհաբար ավետարանը քարոզել։ Սրա մեջ եք կանչված, սա է ձեր բանավոր պաշտոնը, գնացեք ու աշակերտներ պատրաստեք, լուր մի մնացեք։ Ինչպես քարոզենք անձնազոհաբար, երկրորդը, ինչպես պետքա քարոզենք։ Պետքա քարոզենք առանց հավելումների։ Ինչ է ասել հավելումների, այսինքն մաքուր ավետարանը պիտի փոխանցենք, չպիտի ծռենք, չպիտի մարդկանց հարմարացնենք, իրենց ականջին շոյող գեղեցիկ բառեր ասենք, եկեք կարդանք 3-րդ համարը։ Որովհետև մեր քարոզը ոչ մոլորության վրա է հիմնված, ոչ պղծության, ոչ էլ նենգության։ Հիմա եկեք այս բառերի վրա ուշադրություն դարձնենք։ Երբ որ ասում եմ մոլորություն, ինչ ենք հասկանում մոլորություն։ Սուտ բան, սխալ բան չի պարունակում, մաքուր ճշմարտությունը։ Արդյոք սուտ ու մոլար ուսուցումներ կան։ Լիքն են։ Աստվածաշունչը ձեր կվերցնեն, ձեր աստվածաշունչը կբացեն ու իրենց սուտ մոլորությունը կքարոզեն այդ աստվածաշնչից։ Ու այո, այսօր տարածված են, մորմոններին էլ ենք տեսնում, Յովայի վկաներին ենք տեսնում, որոշ առումով խարիզմատ կերպի ուսուցում ենք տեսնում, այլ կրոնների ուսուցումներ, ժամանակ առ ժամանակ տարածվում է բուդդիզմը, քրիստոնեականությունը, ինչ որ աֆորիզմներ, փիլիսոփայություն, հասկանում եք, սա կա։ Այնպես չի, որ մենք սրանից զուրկ ենք, բայց մեր քարոզությունը պետք է ինչ լինի, մաքուր լինի, զտված լինի, ճշմարտությունը լինի։ Այսինքն մոլորություն, սխալ բան պիտի չլինի, սա կարևոր է հարազատներ։ Որտեղ եթե մոլար բան քարոզենք, ինչ օգուտ ենք տալու։ Փարիսեցիները, որոնք որ մոլար ուսմունք ունեին, մի կարծեք, որ իրանք սուս ու փուս նստած էին, չէին ավետարանում։ Ավետարանում են, բայց գիտեք Հիսուս ինչ ասեց։ Ասեց դուք կորսված եք, գնում եք ամբողջ աշխարհը ոտի եք տալիս, մեկին գտնում եք, որպեսի ավետարանը ու իրանց ուսմունքը տակ, ասում է տալիս եք եւ ձեզանից ավելի վատն եք դարձնում։ Եթե մենք կարճած չլինենք մաքուր խոսքի վրա, գնալու ենք ինչ ասես խոսենք, ինչ ասես փոխանցենք, ու այդ մարդիկ խաբված լինելով այդ բանով սկսելու են տեցել իրանք շարունակել։ Բայց միայն ճշմարիտ ավետարանն է, որ փրկում է ծրված Քրիստոսը, կիսատ պրատ Քրիստոսը չի փրկում, որտեղ դա այն Քրիստոսը չի, որին որ մենք դավանում ու հավատում ենք։ Նույնը չի։ Մեկ մարդիկ կան ասում են, դե մուսուլմանների Աստվածը նույնն է, նույնն էլ մենք ենք անում, պրոստը իրանք Ալլահ են ասում, մենք Աստված ենք ասում, չգիտեմ, այնանք էլ են լավ, դե հիմա Եհովայի վկաներն, տեսեք ինչ լավ մարդիկ են, կամ մորմոնները, սիրուն ժպտերես, բեյջիկներով, իրանք էլ են չեք արդում, չէ ժողովուրդ։ Ես չեմ ասում լավ, վատ մարդ կամ բարոյական, ոչ բարոյական, դրա մասին չի խոսքը գնում։ Գոյություն ունի ճշմարտություն։ Եվ այո, միակ փրկությունը Քրիստոսով է։ Ուշադրություն դարձեք, չեմ ասում քրիստոնեությամբ, որտեղ այսօր քրիստոնեություն բառն է այնքան խեղաթյուրված։ Միակ փրկությունը Քրիստոսով է, միակ ճշմարտությունը Աստվածաշունչն է։ Դրա համար ասում, մեր ուսուցումը մոլորություն չէր, այլ ճշմարտություն էր։ Երկրորդ բառը ինչ է ասում։ Մոլորությամբ չի, նաև ինչով չի։ Պղծությունով։ Հիմա դե կարակ ասեք, լավ, ավետարանը ինչ կապ ունի պղծության հետ կամ ինչ գործ ունի այս ամեն ինչը։ Բայց լավ էլ գործ ունի։ Այն ժամանակ նաև պղծություն էլ էին քարոզվում։ Կորինթացիս նամակը անցել եք։ Երբ որ հաղորդության մասին կամ վերջին ընթրիքի մասներ խոսքը գնում, ասում են ոնց կարան ձեզանից մեկը ասեն Սուրբ Հոգով լցված եմ ու հայոյեն ում Քրիստոսին, հայոյեն Հիսուսին, ասում է չի կարա տենց բան լինի։ Այսինքն շատ մարդիկ վերցնում են խոսքը ու պղծություն են քարոզում։ Շատ աղանդավորական շարժումներ են եղել, ովքեր որ ստեղծել են կոմունաներ, կոմունա գիտեք ինչ է։ Մարդիկ ուղղակի թողնում են ամեն բանը եւ որպես մեկ տարածքում, մեկ ճամբարում սկսում են ապրել։ Հետո ժամանակից հետո այդ հովիվը, այդ քարոզիչը իրան հայտարարում էր Մեսիայի նման հավասար մի բան, հետո սկսում էին քարոզել, որ նորմալ է, որ բոլորս ազատ սեռական հարաբերություն ունենանք ու այդ ամեն ինչի մեջ sense ծպտված էին, այսինքն դրա մեջ էին մտած, օգտագործում են քրիստոնեական բառեր,
քրիստոնեական քարոզներ, բայց ծռում էին, պղծություն էին քարոզում նման ձևով տալով։ Կորինթոսում, նույն Կորինթոսում, որտեղ որ ասում են եկեղեցի ենք, էս ենք, ասում են, այնպիսի մեղքեր կային, որ նույնիսկ աշխարհիկ մարդիկ չունի։ Ու եկեղեցին էլ ինչ էր անում, ուրախանում էր դրանով։ Ուրախանում էր։ Ու մի կարծեք, որ նորից այս ամեն ինչը հեռու է մեզանից։ Չէ, բացեք, կարդացեք 5 կտակարանը։ Տաճարի տարածքը, որտեղ որ ասում է, այս ինչա կատարվում, մինչև որ Տերը պատժում էր, գալիս էր ասում էր տաճարում պղծություն է լինում։ Քահանայի տղաները քնում էին այն կանանց հետ կամ այն մարդկանց հետ, ովքեր որ գալիս էին ինչ անելու, զոհաբերություն կատարելու։ Այդ պղծությունը միշտ էլ եղել է։ Խաչը կամ այլ ինչ որ արտաքին բանը չի նշանակում, որ դեռևս սրբությունը ամեն բանը, մենք պետք է զգույշ լինենք։ Այդ քարոզությունը ինչի համար է։ Մաքուր է ճշմարտույթ խոսք է, թե պղծություն է, պղծություն բառից բուն իմաստով, ու այսօր էլ կա դա։ Մյուս բառը կարդացեք, նենգություն կամ այլ կերպով ծուղակ։ Այն կրուչոկ բառը գիտեք, չէ՞ որ ձուկ ենք բռնում։ Այդ կրուչոկը ինքը մենակով չի։ Կրուչոկի վրա ինչ են գցում, կարթի։ Ու պապլավոկը վերևն է, վրան, ворթ ենք դնում, ինչ որ մի հատ հաց ենք դնում, բան ենք անում, ինչի համար։ Որ ձուկը խափնվի ու հոп գա կուլ տա։ Այս նույն տրամաբանությամբ քարոզիչներ կան, որոնք որ ավետարանի քարոզը որպես ինչ են օգտագործում, խայծ են օգտագործում, իրանց շահադիտական նպատակներով են օգտագործում։ Այսինքն գցում են ինչ որ մի բան, որ հետո որսան։ Քարոզենք, ասեն, հավատացեք Տիրոջը ու առողջ կլինեք։ Հանգանակություն տվեք 10 տապատիկ հարուստ կլինեք։ Այս վերջերս մի հատ ջահել մեկը կա հնարավորինս շատ նկարազարդված, այդ է քարոզում։ Մի հատ sense ոսկից Հիսուսի պատկերն է դրել դոշին ու հայտարարում է ես Տիրոջ զավակն եմ, 3 կիլո ոսկի պիտի ունենամ, տունս էս պետքա լինի։ Սա հենց այդ խայծն է, մարդկանց նման ձեով խափում են, ասում են գումար ուղարկեք, մենք կաղոթենք ձեզ համար։ Հասկանում եք, սա խայծ, այսինքն ավետարանը օգտագործում ենք ինչի համար, մարդկանց կապելու, խայծ գցելու, խափելու, կարծես ճշմարտությունը վերցնում ենք ու մեր նպատակների համար օգտագործում ենք։ Յովայի վկաների շարժումը գիտեք ոնց է սկսվել։ Մի քահանա որոշում է, որ ինքը պետք է հայտնի լինի, հայտարարում է, ասում է աշխարհի վերջերս այսինչ ժամանակին լինելու է։ Ինչ արեց, խայծը գցեց, մարդիկ խափնվեցին ու սկսեցին հետևել։ Բնականա Հիսուս չեկավ։ Իր հետևորդը ինչ պետք է աներ, հետնորդը, նորից նման մի բան պետք է ասեր, որպեսզի հիմք ունենային իրան հետևելու։ Ռասելից հետո իր հետնորդը նորից օր ու ամիս ամսաթիվ հայտարարեց, որ Քրիստոս պիտի գար։ Եկավ Քրիստոս։ Չէ, չեկավ, ասեց պրոստը եկավ, բայց անտեսանելի կերպով չտեսանք։ Ուիլ Սմիթը ասում մոռացա մորմոնների առաջնորդների անունը, Ջոզեֆ Սմիթը, Ուիլ Սմիթը ասում։ Ջոզեֆ Սմիթը, էլի սովորական գյուղացի մեկն էր, մի քիչ գաղափար հասկացողություն ուներ, բայց ինչ որ մի բանով չէր առանձնանում։ Մարդ ուզեց հայտնի դառնալ։ Ու խայծը գցեց, ընկերոջ հետ ասեցին, բա մեզ մորմոն հրեշտակն է եկել, ոսկու տախտակներ էր տվել։ Մենք այդ ոսկու տախտակներից արտագրեցինք այդ գիրքը, հետո հոп կորավ այդ տախտակները։ Ով է տեսել, մենակ իրանք են տեսել։ Մարդիկ ինչ արեցին, խայծը կուլ տվեցին։ Ու դրա համար այսօր այդ պղծությունը տարածվեց ժողովուրդ։ Գիտեք Հայաստանում մորմոնները ինչպես են խայծը գցում։ Ասում են եկեք դարձեք մորմոն, կուղարկենք Ամերիկա, միսիոներության կգնանք։ Ու շատերը սրան խափնվում են ժողովուրդ։ Դրա համար Պողոս Սարաքյանն ասում է, որ երբ որ մենք ավետարանը քարոզում ենք, պետք է քարոզենք մաքուր, առանց հավելումների, առանց ինչ-որ շահադատական նպատակների, մաքուր ավետարանը, առանց պղծության, առանց նենգության, առանց մոլորության։ Մենք մարդկանց ոչ թե մեթոդներով ենք շահում, այլ ճշմարտությամբ ենք առաջնորդում։ Որովհետև եթե օգտագործենք մեթոդաբանություն, ասեմ դա էլ կա։ Նկատել եք, որ շատ քարոզիչներ քարոզելուց 10 կիլոմետր քայլում են, ստեից ընդեղ, ընդդեից ստեղ։ Գիտեք ինչ են անում, դա մեթոդաբանություն է։ Աշխարհիկ մեթոդաբանություն են կիրառում։ Այսօր շատ հոգևոր երգեր կան, որ
մի նախադասություն է, բայց 100 անգամ կրկնում են։ Հետևի ֆոնը նենց են անում, որ մարդը սենց բժժի բան անի, էֆորիկ ինչ-որ զգացողության մեջ մտնի։ Այս ամեն ինչը մեթոդ է։ Վերցնում են ավետարանը, վերցնում են որոշակի ճշմարտություն ու խայծն են գցում, որպեսզի իրենց նպատակներին հասնեն։ Պողոս Արաքյանն ասում է, մենք դες բան չենք կարա։ Ուղղակի եկել ենք ու ձեզ ավետարանը մաքուր ձևով փոխանցել ենք։ Ու մեր նպատակը քանակությունը չի։ Մեր նպատակը որակն է։ Եթե այս ամբողջ դալիճը լեփ-լեցուն լինի, բայց մեկը ճշմարտապես հավատացած չլինի, ումն է պետք է դե։ Աստծուն է պետք, ում ենք խափում։ Ինքներս մեզ, ինչի համար։ Ավելավ է ես իմանամ կա 3 հոգի կամ 1 հոգի, որը որ ճշմարտապես հավատում է, ես ներդրում ունենամ այդ մարդու մեջ, քանց թե հազարավորներ, բայց 0 դատարկություն։ Վերստին ոչ մի հատ ծնված մեկը չկա։ Ամեն մեկը իր նպատակներով ու իր հասկացողությամբ է շարժվում։ Սիրելիներ, ավետարանը պետք է քարոզենք մաքուր կերպով։ Երրորդը պետք է քարոզենք աստվածահաճո կերպով, 4-րդ համարը։ Այլ ինչպես մենք Աստծուց ընտրվեցինք, սա կարևոր է։ Ովքեր մենք։ Մենակ Պողոս Արաքյալի մասն է խոսքը գնում։ Ուշադրություն դարձեք, ամբողջ եկեղեցին Աստծո կողմից ընտրված է այդ ավետարանը քարոզելու։ Մի կարծեք, որ մենակ այդ ավետարանը պետք է քարոզի Գևորգ եղբայրը, կամ ես, կամ մեկ ուրիշը։ Ամեն մեկս ընտրված ենք Աստծո կողմից հենց այդ գործի մեջ։ Դրա համար ասում եմ, ինչպես մենք Աստծուց ընտրվեցինք, որ ավետարանը մեզ վստահվի, այդպես էլ քարոզում ենք, հիմա սա կարևոր է։ Ոչ թե մարդկանց հաճելի լինելու, այլ Աստծուն, որ մեր սրտերը ինչ է անում, քննում է։ Այսինքն մենք Աստծո առաջ ինչ ենք, բաց ենք, ազատ ենք, Տերը տեսնում է մեր սրտի շարժառիթը։ Մենք աստվածահաճո կերպով ենք քարոզում։ Մեզ չի հետաքրքրում մարդկային տրամաբանությունը կամ ինչ կասեն, ոնց կասեն։ Մեզ դա չի հետաքրքրում։ Ինչի որտեվ ումից ենք այդ վստահվել, որ պետք է այդ գործը անենք։ Աստծուց ենք վստահվել։ Նա է ընտրել, նա է վստահեցրել մեզ այդ ճշմարտությունը, իր առաջ էլ պետք է պատասխանատու լինենք։ Իր առաջ էլ մեր սիրտը ինչ է, բաց է, չենք կարող խաբենք։ Նույնիսկ մենք ինքներս շատ դեպքերում մեր սիրտը չգիտենք, անկեղծ լինենք։ Նույնիսկ մենք ինքներս մեր սիրտը չենք կարող քննենք, բայց Աստծո առաջ մեր սիրտը ինչ է, բաց է։ Հասկանում եք, այսօր այդ վտանգը կա, որ շատ մարդիկ, շատ եկեղեցիներ վազում են մարդահաճության հետևից։ Եկեք մեր քարոզը փոխենք, բացասական բաները հանենք, չխոսենք մեղքից, չխոսենք գայթակղություններից։ Եկեք խոսենք մենակ Աստվածաշնչային հատվածներից, որտեղ որ ասում է Աստված սեր է, ինչ լավ է լսենք։ Ասենք Աստված սիրում է քեզ Արտուր ջան, դու էլ ասես, ինչ լավ է։ Կապ չունի ինչ է, ոնց է, ինչ վիճակում են գտնվում, մեկս մյուսին քաջարենք, ասենք ոտքով տրորի սատանայի գլուխ, ու սենց սաղ ոգևորված տրորում են սատանայի գլուխը։ Հասկանում եք, այսի ամեն ինչը սենց էժանագին բան է, աշխատում են մարդկանց էմոցիաների վրա, ու այն ժամանակ էլ կար։ Դրա համար ասում եմ, մեր սիրտը Աստծո առաջ ինչը բաց է։ Աստվածահաճո կերպով պետք է վարվենք, խոսենք։ Եթե մեկը պետք է տրտմի մեղք բառից, թող տրտմի, որտեղ այդ տրտմությունը դեպի ուր է տանելու, կյանքի ապաշխարության դարձի։ Դրա համար Պողոս Արաքյալն ասում է, կրկնելը նույն բանը ինձ համար դժվար չի, թեև հիմա տրտմած եք, բայց սա ձեր օգուտի համար է։ Աստծո խոսքը ամբողջությամբ պետք է փոխանցենք, որտեղ որ կա օրհնություն, որտեղ կա որ բժշկություն, եւ որտեղ որ կա ինչ հանդիմանություն, որտեղ հանդիմանությունից է գալիս ուղղվելը, շտկվելը, սրբագործվելը։ Մենք մեկս մյուսի կարիքն ունենք ազնիվ կերպով ավետարանը քարոզելու, որտեղ եթե ես սխալ ընթացք ունենամ ու պատկասեմ Գևորգ եղբայրը այդ ամեն ինչը տեսնում է, արդյոք սիրով կվարվի իմ հետ, եթե դրա մասին չխոսա աստ խոսքի։ Չէ, ժողովուրդ, սիրով չի վարվի, թեև այդ ժամանակ գուցե ես ինձ լավ չզգամ, ինձ համար դա ցավոտ լինի, բայց այնուամենայնիվ դա ինձ համար պետք է։ Երբ որ Դավիթը մեղ գործեց, մտածում էր ոչ մեկ չգիտի։ Նաթան մարգարեն եկավ պատմություն պատմեց։ Երբ որ պատմությունը լսեց, ոգևորվեց, ոնց, այդ հարուստը ոնց է այդ միակ գառնուկին վերցել ու սպանել։ Նաթանն ասաց, այդ դու էլ այդ նույն բանն ես արել։
Դու էլ այդ նույն մեղքն ես գործել։ Հա, կարար վախենալ, որ կարար Դավիթը ինչ աներ, սպաներ, այդ իշխանությունն ուներ, թագավոր էր։ Կարար ասեր Տեր Աստված, ախր դու ինձ գոնե գնա լավ բաները պատմեմ Դավիթին։ Ես ոնց գնամ ասեմ, որ մեղք է գործել։ Բայց չէ։ Դրանից հետո մենք տեսնում ենք Դավիթի Սաղմոսը, իր ապաշխարությունը, իր դարձը, իր փոխվելը, իր Աստծո առաջ գալը։ Եթե չկա ճշմարիտ ավետարանի քարոզություն, եթե չկա այս խոսքը, որ Քրիստոս քո մեղքերի համար մահացել է, այո, հենց քո, որտեղ այդ մեղքերով գնալու էր դժոխք, չկա նաև ինչ, դարձ ապաշխարություն, չկա զղջում։ Հետևաբար ամբողջ ավետարանը մենք պետք է քարոզենք աստվածահաճո կերպով, ոչ թե մարդկանց շահադիտական նպատակներով, բաներով։ Ես հիշում եմ մեկ անգամ ավետարանությունից հետո հետ եկանք ու ես ինքս ինձանից գոհ չէի։ Ու նստեցի իրապես սկսեցի մտածել, ասեմ, ինչու՞մն է խնդիրը, ինչու՞մն է հարցը, ու բռնացեցի այն բանում, որ քանի հոգու հետ որ խոսեցի, ոչ մեկի հետ մեղքից չխոսեցի։ Խոսեցի Քրիստոսի մասին, նրա սիրո մասին, խոսեցի ընդհանուր որոշ գաղափարներ, բաներ, բայց մեղքի մասին չխոսեցի։ Ինչի որտեվ մարդկայնորեն դու ինքդ էլ քեզ հարմար չես զգում այս թեման բարձրացնելու։ Բայց հասկացեք, ավետարանը սրա մեջ պարունակում է, չենք կարա մենք սա ինչ անենք, հանենք մի կողմ դնենք։ Որտեվ եթե չկա դատապարտություն, կարիքը չկա էլ փրկության, կարիքը չունեմ փրկիչի էլ։ Եթե ես խնդիրը չբացատրեմ մարդկանց, դրա համար Պողոս Առաքյալը օգտագործում էր ոչ թե ինչ որ մեթոդներ իր նպատակները հասցնելու համար, այլ օգտագործում էր ավետարանը տարբեր մեթոդներով, որպեսզի ամբողջությամբ եւ լիարժեք փոխանցեր։ Կընդունեն փառք Տիրոջը, կհալածեն էլի փառք Տիրոջը։ Հասկանում եք։ Դրա համար մենք մեր մեթոդներով, ժամանակակից հասկացողություններով իրավունք չունենք ծռելու ավետարանը։ Ամբողջությամբ լիարժեք ավետարանը պետք է փոխանցենք, որտեղ սա է աստվածահաճոն Աստծո կողմից եւ ընդունելին։ Վերջինը 4-րդը պետք է քարոզենք ճիշտ շարժառիթներով 5 եւ 6 համարներ ընթերցենք։ Երբեք շողոքորթ խոսքերով հանդես չեկանք։ Շողոքորթող խոսքեր լսել եք, չէ՞։ Հիսուսի մոտել էին մոտենում սենց շողոքորթող բառերով։ Վարդապետ, գիտենք, որ Աստծո հրաշքներն ես անում, բարի վարդապետ, այս մեկը երբեք այդ խոսքերին չտրվեց։ Մենք մեկ-մեկ տրվում ենք։ Մեկը մի քիչ սենց բան ասած շոյվում ենք, մեզ էդի դուր է գալիս, սենց հալվում ենք, արդեն պատրաստ ենք լսելու։ Գիտեք, մարդիկ էլ կան այդ ավետարանը նման ձևով են բանում։ Նման ձևով են մատուցում, նորից սա խայծի նման մի բան է, այսինքն ուրիշ շարժարիթ ունեն։ Ստեղ խնդիրը մի քիչ սրտի հարցն է։ Շողոքորթում են ինչի համար։ Ինչպես գիտեք, որ ոչ էլ ագահության պատրվակով։ Սա է խնդիրը, հասկանում եք։ Ագահության պատրվակով չենք եկել ձեզ սիրաշահում, վայ Արև ջան, գիտես, սենց, նենց, որ բան անեմ, ինչի որտեվ ակնկալիք ունեմ իրանից։ Հասկանում եք։ Նման ձևով ավետարանը չեն քարոզում, այն ժամանակ կային նման քարոզիչներ, հիմա էլ կան, ես արդեն օրինակները բերեցի։ Ամերիկայում էլ կան, հիմա էլ կան։ Մարդիկ շողոքորթում են մարդկանց, շոուներ են անում, ինչի համար, որպեսզի իրանց գրպանը լցվի։ Որպեսզի մարդիկ գումար ուղարկեն, այո, ու հետո դրանից հետո բարձրաձայն ասում են, տեսեք ես ինչ հավատք ունեմ, տեսեք ինչ ավտո եմ քշում, ինչ տուն ունեմ, ինչ եմ անում, այս ամեն ինչը իմ հավատքի միջոցով է։ Ուզում եք այդ հավատն էլ ունենաք։ Եկեք ես հեսա ձեզ կասեմ, դուք էլ դա կլինեք, կնվիրաբերեք, ինչի, որտեվ ես սկսում եմ ձեր են մարդկային բաների հետ խաղամ։ Փայլուն ինչ որ բաներ եմ ցույց տալի երեխայի պես եւ շատ շատերը խաբվում են սրան, ժողովուրդ։ Դրա համար Պողոս Առաքյալն ասում է, որ մեր քարոզությունը ճիշտ շարժառիթով էր։ Երբեք ագահության ետևից չենք ընկել։ Երբեք ասում եմ նույնիսկ ձեր համար բեր չենք եղել։ Պետք է եղել Պողոս Առաքյալը աշխատել է, սովածել է եղել, մերկել է եղել, ու սա եղել է իր նպատակը։ Ավետարանը պետք է քարոզեմ։ Աստված վկա է։ Ինչի Աստծուն վկա որպես բերում։ Ասում եմ մարդկանց առաջ դուք ինքներդ տեսել եք, բայց ավելի Աստված է այդ ամեն ինչը տեսնում։
Ինչ շարժառիթով, ինչ նպատակով եմ եկել ձեր մոտ։ Ոչ մարդկանցից փառք փնտրեցինք, ոչ էլ ումից, կոնկրետ ձեզանից, ոչ էլ ուրիշներից, այսինքն մարդկային փառք չենք փնտրել։ Հիսուս դրա համար ասում է փարիսեցիների նման մի արեք։ Մի ելեք հրապարակներ, բարձրաձայն քարոզեք, մեծ բաներ խոսեք, աշխարհին խաղաղություն, չգիտեմ, բոլոր սովածները կշտանան, ինչ որ մեծ բաներ ենք խոսում, ինչի համար։ Ու ասեն, ինչ հոգևոր է, ինչ քարոզներ է անում։ Ես էլ պահեր կար այդ նոր, որ նորադարձ է, նոր ընթացքից մեջ է, մեկ մանավանդ ուրիշների մոտ բարձրաձայն աղոթք է անում, տենց աղոթքներ է անում, սիրուն, գեղեցիկ, ինչ որ բաներ։ Հետո բայց հանդիմանվեցին, ոնց որ ասում են Տերը, բայց դու ինչ ես աղոթում։ Իրապես դու մտածում ես ինչ որ աշխարհի խաղաղության, չգիտեմ, սրա նրա, ուղղակի պրոստը բառեր ենք ասում, կենացի նման։ Հասկանում եք, մարդիկ կան, ոնց որ ժամանակին սեղանի շուրջ լավ կենացներ են բարձրացնում, իրանք թքած ունեն ամեն ինչի վրա, բայց կենացա ասում են։ Այն նույնը շատ մարդիկ կան, այդ ձևով խոսում են, աղոթում են, ինչի, որտեվ ես շահ ունեմ դրանից։ Իմ շարժառիթս ճիշտ չի, ուղիղ չի, ու Աստված այդ ամեն ինչը տեսնում է։ Հետևաբար, եթե ավետարանը պետք է քարոզեմ, պետք է խնդրեմ, որպեսզի Տերը սիրտս ինչ անի, փոխի, աշխատի իմ սրտի վրա, որ ես հանկարծ չգնեմ այդ ծուղակը։ Հովիվների մասին է խոսքը գնում կամ առաջնորդների։ Ու այդ ծուղակը իրանք շատ հեշտ են ընկնում։ Մանավանդ որ տենում ես մի տարի, երկու տարի անցնում է, կարծես խումբը չի չհաճում, ախր պետք է ավելի եմ ուզում, ավելի գա, գանձանակի մեջ խնդիրներ կա, հարցեր կա, հասկանում ենք։ Ու դրանից ինչ կարա լինի, կարա կամած քարոզը ծռվի, կարա ինքը իր վրա շատ չաշխատի, սկսենք ուրիշ ինչ-որ բաներ անել, ինչի, որպեսզի մարդիկ ավելանան ու ցույց տանք, ասենք, տեսեք, մենք ինչ լավ հովիվ ենք, ինչքան լիքը մարդիկ ունենք, մեր եկեղեցին, էս, ժողովուրդ, այս ամեն ինչի վկանով է, Աստված է։ Եվ դրա համար պետք է զգույշ լինենք, ժողովուրդ։ Զգույշ լինենք, ում առաջ ենք այդ ամեն ինչ անում, ում համար ենք անում, ինչ նպատակներ ունենք։ Ու սա կարևոր է, որտեղ որպես եկեղեցի առաջնային կանչվածություն ունենք, ավետարանը քարոզելու բոլորս ենք կանչված դրա մեջ։ Ու բոլորս էլ դրա համար պատասխան ենք տալու։ Ամեն մեկը իր շրջանակի համար, ամեն մեկը իր հնարավորությունների շրջանակում։ Դրա համար եւս մեկ անգամ նախ եւ առաջ սկսենք նրանից։ Ինքներդ ձեզ այս հարցը տվեք։ Առասարակ ավետարանը քարոզում եմ թե չէ, որտեղ ցավոք սրտի շատերը ուղղակի լուր են մնում։ Երկրորդը, եթե ավետարանը քարոզում եմ, ուրեմն հիշեք, որ պետք է քարոզենք անznազոաբար, մաքուր, առանց հավելումների, ճշմարտությունը այնպես ինչպես որ կա, պետք է քարոզենք աստվածահաճո մեթոդներով եւ կերպով, հասկանում եք, չպիտի ծռենք, չպիտի հարմարացնենք մարդկանց եւ վերջինը պետք է ունենանք ճիշտ շարժառիթներ, որպեսզի այս ամեն ինչի մեջ Տերը փառավորվի, որպեսզի իր համար պտուղ բերենք։ Սա մեր ցանկությունը։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս եւ շնորհակալ ենք ով Հայր, որ մեզ այո վստահեցիր ավետարանի խոսքը քարոզելը, Տեր։ Մեզ վստահեցիր փրկության առիթ ու հնարավորություն դառնալու այն մարդկանց, որ ավետարանդ քարոզեցինք, ճշմարտությունդ փոխանցեցինք, Տեր։ Շնորհակալ ենք Թեսաղոնիկեի եկեղեցու համար եւ այն օրինակի, որ իրանք ունեին։ Եվ շնորհակալ ենք բոլոր այն քրիստոնյաների համար, Տեր Աստված, ում սրտի հետ դու աշխատեցիր, որոնք որ ավետարանը քարոզեցին եւ այո հասցրեցին մինչեւ Հայաստան։ Հասցրեցին դեպի ինձ եւ ես լսելով ապաշխարեցի դարձի եկա քո զավակը դարձա, Տեր։ Շնորհակալ ենք այդ հավատարիմ մարդկանց համար։ Բայց աղոթում ենք ով Տեր, որ դու մեզ էլ հավատարիմ դարձնես։ Որ մենք էլ անձնուրաց կերպով մեր շահ չփնտրելով քո կամքի համեմատ, քո ձևերով, քո մեթոդով, ճշմարտությամբ գնանք ու ավետարանդ քարոզենք։ Գնանք եւ աղ եւ լույս լինենք այնտեղ, որտեղ որ դու մեզ կանչում ես։ Ոստի ով Տեր Աստված, դու փառավորվիր մեր կյանքում, որտեղ այո մեր շրջապատում կան դեռ մարդիկ, ովքեր որ փրկված չեն։
մեր հարազատները, մեր ծնողները, մեր եղբայրներն ու քույրերը, որոնք որ դեռ քեզ չեն ճանաչում, Տեր։ Դու պատրաստ ես նրանց սիրտը, որ խոսքդ լսեն, Տեր։ Նաև պատրաստ ես մեր սիրտը, որ խիզախություն ունենանք գնալու ու ճշմարտությունդ քարոզելու, գնալու ու փրկության ճանապարհը ցույց տալու, որ միմիայն քո մեջ է, Տեր Հիսուս։ Ուստի դու մեզ միաբանիր, սիրով լցրա, ու թող որ ամեն ինչի մեջ քո փառքը փնտրենք, որտեղ դու ես արժանի ամեն փառքի, ամեն մեծարանքի ու ամեն գովեստի, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ամեն։